Առիթներով, երբ որ խոսել ենք այս թեմաներով, ասել եմ, որ հայոց եկեղեցին երկու ծանր հարված է ստացել։ Մեկը հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում, երբ որ վանքեր քանդվեցին, ավերվեցին եւ հոգեվորականներ սպանվեցին, եւ երկրորդը 30-ական թվականներին, հատկապես կոլեկտիվացման շրջանում բոլշևիկյան տերորի ժամանակ, երբ որ եկեղեցիներ փակվեցին, պահեստների վերածվեցին, հոգեվորականներ գնդակահարվեցին եւ ազատազրկվեցին։ Եվ սա երրորդ ալիքն է։ Սա երրորդ դեպքն է, որ տեղի ունենում Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, մեր հոգևոր հայրերի դեմ իրականացվում է տերոր։ Հիմա երկու սրբազանների ձերբակալեցին, կալանավորեցին, ազատազրկված վիճակում պահում են, հիմա անցել են Արագածոտնի թեմին, հաջորդ անգամ կանցնեն Շիրակի թեմին, հետո կանցնեն Գուգարքի թեմին, հետո մնացած բոլոր այդպես հերթով բոլոր հատկապես այն թեմերով, որտեղ թեմակալ առաջնորդները ցուցաբերում են քաղաքացիական կեցվածք, պարզապես մարդիկ քաղաքացիական կեցվածք են, բացի իրենց հիմնական առաքելությունից, որը կապված է դավանանքի հետ, որը կապված է եկեղեցու գործունեության հետ, նաև քաղաքացիական կեցվածք, եկեղեցու հետ կապված հարցերում հանդես բերելու պատճառով այդ մարդկանց հալածում են։ Պարոն Սողոմոնյան, ուղիղ 3 օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կրկին մեղադրեց առաքելական եկեղեցուն, որ խանգարում է խաղաղության գործընթացին եւ 3 օր անց տեղի է ունենում այս գործընթացը։ Սա փոխկապակցված է, փոխկապակցված է, միանշանակ փոխկապակցված է, ես ասեմ ինչու։ Այս ամեն ինչ, ինչ որ հիմա տեղի ունենում, այստեղ կատարվում է եւ այստեղ եւ Սամվել Կարապետյանի հետ հակակոռուպցիոն կոչված դատարանում եւ կալանավայրերում, որտեղ որ մեր սրբազաններն են եւ այս ամեն ինչը մի քանի բանի հետ է կապված, մի քանի իրար հետ փոխկապակցված գործընթացների հետ են կապված։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի իշխանություն պահելու գործընթացն է։ Նա հիմա ամեն գնով մտնում է քաղաքական կոնֆլիկտի մեջ։ Նրան անհրաժեշտ է քաղաքական կոնֆլիկտ, հատկապես ընտրություններից առաջ այդ կոնֆլիկտային process-ի մեջ ինքը միշտ լինում է մեդիա կենտրոնում, ուշադրության կենտրոնում եւ բացի այդ էլ ընտրություններին ընդառաջ ինքը ահաբեկում է, ինքը վախացնում է, ցույց է տալիս, որ ինքը միակ մարդն է, որ քաղաքականությամբ է զբաղվում, ամենաուժեղ տղան է եւ մանավանդ այն ֆոնին, որ հատկապես արտախորհրդարանական դաշտում խմբավորման, միավորման, առհասարակ հասարակական հանրային քաղաքական միավորման գործընթացները հապաղում են, այս պարագայում ավելի շատ ճնշելով, ավելի շատ ահաբեկելով մարդկանց մեծ զանգվածներին հեռու է պահում ընտրական վարքագծից, հեռու է պահում ընտրական գործընթացից։ Իր նպատակը սա է, որ քիչ մարդիկ մասնակցեն ահաբեկման, ճնշման պատճառներով եւ ինքը կարողանա ավելի լավ պայմաններ ապահովի վերընտրման համար։ Ինչ կապ ունի սա Փաշազադեի հետ ձեր ասած, ինչ կապ ունի Ալիևի հետ, ինչ կապ ունի Էրդողանի հետ։ Կապը հետեւյալն է, որ նրանք եւս հայատերեն այս գործընթացի մեջ նրանք ամենաանմիջական շահագրգիռ կողմերն են, որպեսզի Փաշինյանը վերընտրվի, որովհետև Փաշինյանը այն մարդն է, որը որ կոտրում է Հայաստանի բոլոր դիմադրողական ռեսուրսները, լինեն դրանք քաղաքական, քաղաքացիական, հոգևոր, մշակութային, կրթական բոլոր ռեսուրսները, որոնց հետ կապված կա ազգային արժանապատվություն, ազգային դիմագիծ գաղափարը, այդ բոլոր ռեսուրսները կոտրում է եւ տանում է Հայաստանը թուրանական միջանցք դարձնելու այդ հայտնի ուղղությամբ է տանում Հայաստանը եւ շատ շահագրգիռ են նրանք, որ այս ամեն ինչը տեղի ունենա եւ նրանք անընդհատ զուգորդում են ճնշումը, ահաբեկումը Փաշինյանին ստիպելով, Փաշինյանն է, նրանք Փաշինյանին են քթից բռնած տանում բերում, Փաշինյանն է ժողովրդին է քթից բռնած տանում բերում։ Պարոն Սողոմոնյան, այս ամենը կանխելու համար ինչ քայլ է անհրաժեշտ անել, ինչ ճանապարհներ եք տեսնում, որպեսզի օրինակ այս գրոհը դադարեցվի եկեղեցու եւ հոգեվոր դասի նկատմամբ ու առհասարակ այս գրոհը երկրի դեմ։ Եթե կոնկրետ այսօրվա գրոհի մասին է խոսքը, ցավոք սրտի այս պահին որևէ լուրջ քաղաքական եւ քաղաքացիական գործընթացի նախադրյալներ չեն երևում, բայց սա շարունակական է լինելու։ Հայտնի է, որ սա շարունակական է լինելու։ Ինչպես ասացի, հաջորդ թիրախը լինելու է օրինակ ասենք Շիրակը, հետո Գյումրի, Գուգարքն է լինելու եւ այսպես գնալու է։ Որպեսզի կարողանանք ինչ-որ միջնաժամկետ հեռանկարում դադարեցնել, վաղը չենք կարող դադարեցնել, մյուս օրը չենք կարող կամ մի շաբաթ հետո, մի ամիս հետո չենք կարող դադարեցնել։ Բայց մենք այս մասին հայտարարություն արել ենք, Հայ-Ակֆեն հայտարարություն արել է, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի համախմբում դաշինք է անհրաժեշտ ընտրություններին ընդառաջ անելու ամեն ինչ, որպեսզի լինի բարձր մասնակցություն
եւ ձայների փոշիացում թույլ չտա։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի այն ռեսուրսը, որ կարողանա բարձր մասնակցության պարագայում 50% եւ ավելի ապահովի, անգամ իր գրպանային ուժերի հետ միասին։ Ինքը այդ ռեսուրսը չունի։ Եվ հիմա շատ կարեւոր է ճիշտ կազմակերպել արտախորհրդարանական բլոկի տարբեր ուժերի եւ տարբեր խմբավորումների, միավորումների, քաղաքացիական, ովքեր որ հավակնություն ունեն քաղաքական դաշնակցելու, ճիշտ փոխդասավորություն իրականացնելը եւ Փաշինյանին զրկել ընտրվելու հնարավորությունից։ Սա է միջնաժամկետ է, այս է մեր պատկերացրածով լուծումը սա է։ Այսօր կոնկրետ գրոհը խափանելու, այսպիսի գործողությունների դեմ կանգնելու ռեսուրս եւ դրա նախադրյալները ցավոք սրտի կարճաժամկետ հեռանկարում չեմ տեսնում, բայց ամիսների հեռանկարի մեջ տեսանելի է։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։